Краснодар. Капитан команды футбольного клуба Краснодар. Сегодня мы проведем мой обычный день. 10 տարի անց ինչպես ակումբի ակադեմիայի սանից վերածվել գլխավոր թիմի ավագի եւ առաջատարի մաստեր կլաս Էդուարդ Սպերցյանից 10 տարում շատ բան է փոխվել շքեղ ավտոմեքենա, տուն, ընտանիք սակայն մեկ կարևորագույն բան մնացել է անփոփոխ Էդոն նույնքան շատ է սիրում ֆուտբոլը եւ նույն էնտուզիազմով է մոտենում յուրաքանչյուր մարզմանը Էջան, էլի հարց չկա, Կրասնոդարում լավ է, բայց եվրոպական թոփ առաջնության ժամանակը եկել է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանն էլ բացվում է։ Նենց որ սպասում ենք լավ նորության։ Всем спасибо, до новых встреч. Իսկ առայժմ հերթական 2 գոլը եւ ասիստը Կրասնոդարի կազմում։ Այս անգամ Կրիլյա Սովետովի դեմ խաղում։ Արդեն 12 արդյունավետ փոխանցում Սպերցյանի կատարմամբ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, ինչը լավագույն ընթացիկ ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում։ Եթերում կորներն։ Ստյոպա Մկրչյանը CIES-ի վարկածով ընդգրկվել է մինչև 23 տարեկան ամենավորակյալ առաջին փոխանցումով 100 լավագույն ֆուտբոլիստների եւ 50 թոփ պաշտպանների թվում։ Ըստ վիճակագրության Ստյոպը մեկ խաղում միջինը 6.2 կառուցողական փոխանցում է կատարում։ Դու կենտրոնական պաշտես, դու հարցակվել ես տոլմայի վրա։ Ես այս պայմաններում չեմ կարող աշխատել։ Շատ վատն է։ Հա, ճաղատ։ Սեփական ձեռքերով ես թփել նրանց։ Այս ինչ է։ Լավն է։ Իրականում։ Ես դու ես։ Այդ սարքել եմ արդեն, այդ նմուշա, որ ցույց եմ տալի ոնց սարքել։ Հենիխ Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ է վերադարձել եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Վենեցիայի հետ գավաթային դիմակայությունում։ Շնորհակալություն։ Տիգրան Բարսեղյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, բայց ժամանակը զուր չի վատնում։ Սլովակներին հայերեն է սովորացնում։ Այս ընթացքում Խորեն Բայրամյանն ու Վալերի Ծառուկյանը կրկնել են լուսահոգի Դիեգո Մարադոնայի լեգենդար նախավարժանքը։ Սուր, իսկ ո՞րն է քո երազանքը ֆուտբոլում։ Իմ երազանքը խաղալ Հայաստանի հավաքականը։ Իսկ ակումբներից։ Ակումբներից Բարսելոնա։ Դե քեզ հաջողություն ենք մաղթում։ Հիշում եք այս լուսավոր տղային, ով 2020-ին նոր էր սկսել զբաղվել ֆուտբոլով եւ քորների հետ 5 տարվա վաղեմության հարցազրույցում պատմեց իր երազանքների մասին։ 5 տարի անց անցնելով Սանկտ Պետերբուրգի ակադեմիայով, ինչպես նաեւ Մադրիդի Ռեալի ակադեմիայի Երևանյան հավաքով, 13-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Սուրեն Միլիտոնյանը եւս մեկ քայլով մոտեցավ իր երազանքին, համադրելով իսպանական Խետաֆեի ակադեմիան։ Հաջորդը Բարսելոնան ու մեր հավաքականներն են Սուրջան։ Vamos! Եթերում կորներն է։ Քորները բազմիցս պատմել է բելգիական թոփ ակումբների համակարգերում հաջող գործունեություն ծավալող մարզիչ Հայկ Մելքոնյանի մասին։ Եվ ահա 32-ամյա հայ մասնագետը գլխավորել է Բելգիայի բարձրագույն խմբում հանդես եկող Դենդերը եւ աստիճանաբար թիմը հանում է ծանր իրավիճակից։ Մեծ հպարտությամբ եւ ակնկալիքներով շարունակում ենք հետևել Հայկի մարզչական գործունեությանը։ Եթերում քորներն է։ Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածը, որն անցավ բավականին հետաքրքիր, լարված պայքարում եւ լի էր անակնկալներով։ Սակայն եվրոպական մրցասպարեզում իր ելույթները շարունակում է Հայաստանի չեմպիոն Նոան։ Շոտլանդիայում Աբերդինի հետ մարտական ոչ ոքի գրանցելուց հետո Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը լիգայի փուլում վաստակել է 5 միավոր։ Գալիք խաղում Վահան Բիչաղչյանի Լեգիային հաղթելու պարագայում Երևանյան ակումբը կարող է ապահովել Կոնֆերենցիաների լիգայի փլեյոֆի ուղեգիր եւ հայկական ֆուտբոլի համար պատմական հաջողություն գրանցել։ Եվ այսպես դեկտեմբերի 11 ժամը 21:45 հանրապետական մարզադաշտ Նոա Լեգիա։ Հայեր ջան, եկեք կարևորագույն պահին կանգնենք Հայաստանի չեմպիոնի կողքին եւ կերտենք վճռորոշ հաղթանակը։
Օրեր առաջ կայացավ Monk 3-ի կազմակերպած YouTube-յան ալիքների մրցանակաբաշխությունը, որում քորներն առաջադրված էր լավագույն սպորտային ալիք անվանակարգում։ Ցավոք չնայած մեր տարիների հետևողական եւ հսկայածավալ աշխատանքին, հանրության քվեարկության արդյունքում առաջին տեղը զբաղեցնել չհաջողվեց։ Սակայն մենք շնորհակալ ենք կազմակերպիչներին նման նախաձեռնության, իսկ մեր հավատարիմ հետևորդներին մեր կողքին լինելու համար։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ մեզ համար անչափ կարևոր է ձեր ակտիվությունը YouTube-ում եւ քորների այլ սոցիալական հարթակներում։ Յուրաքանչյուր լայք եւ մեկնաբանություն օգնում է մեր կոնտենտի առաջխաղացմանը։ Քորները շարունակում է իր ակտիվ գործունեությունը ի շահ հայկական ֆուտբոլի։ Հետաքրքիր պայքարում է անցնում նաև ֆուտզալի Հայաստանի Պրեմիեր լիգան։ 6 խաղում 6 հաղթանակ է տարել եւ մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Յունիսպորտը։ Հատկապես ուշագրավ էր հայկական ֆուտզալի սուպեր կլասիկոն, որում յունիսպորտցիները 5-4 հաշվով հաղթանակ տարան Երևանի նկատմամբ, տպավորիչ քամբեք իրականացնելով խաղի ընթացքում 1-4 պարտվելուց հետո։ Երկու թիմերի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտզալիստներ եւ նմանատիպ դիմակայությունները կնպաստեն ինչպես առաջնության խաղամակարդակի բարձրացմանը, այնպես էլ մեր ազգային թիմի հաջող մրցելույթներին։ Դե իսկ որպես վերջաբան ավանդական մրցույթ։ Շարունակում ենք անակնկալներ եւ նվերներ մատուցել մեր ակտիվ հետևորդներին։ Թե Մելանտեի եւ քորների գեղեցիկ հավաքածուի եւ թե այլ ֆուտբոլային մրցանակների տեսքով։ Այս թողարկման YouTube-յան մեկնաբանություններում գրիր Հայաստանի հավաքականի քո ամենասիրելի ֆուտզալիստի անունը։ Պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը կստանա մեր մրցանակը՝ Յունիսպորտի գեղեցիկ խաղաշապիկը։ Մրցույթի վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է, ժամը 14:00։